պահքը դա ուտել չուտելը չի, դա նորոգվել է, եթե ինչ-որ դե բաներ կա տիրոջը մոտենալու համար, անդրադառնալու ու ժուժկալ դառնալու։ Ծխելը մենակ 40-օրապամ ես չծխեցի, բայց հետո հազիվ չդիմացա, նորից սկսեցի ծխել։ Էլ ինչ օգուտ։ Էդի փառքա, մարդկա ասում է 40 օր լևի չգնացի, հետո նոր կեթամ։ Հիմա այդտեղ զոհողություն անում, իսկ այդտեղ այդ գիտես ինչը կա, ավելի առևտրի բան կա։ Ես այս բանը կանեմ, դեր 40 օր չեմ անի, բայց դու էլ ինձ այս բաներ արա, էլ ես դա էլ անկեղծ չի։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ պահքի այդ 3 այդ ապաշխարության բաները, պահք, աղոթք, ողորմությունը ինչի համար է, որովհետև մենք ունենք հոգի, ունի 3 բան ունի, զորություն ունի կամ ուժ ունի, դա ցանկականն է, որը ձևավորվում է կնոջ, երբ որ կինը հղիանում է, միջև առաջի օրվանից միջև երրորդ շաբաթ, ինքը ձևավորվում արդեն։ Հետո ձևավորվում է ցասմականը 21-րդ օրից, երրորդ շաբաթից, արդեն երրորդ շաբաթում եւ 40-րդում ձևավորվում է բանական զորությունը, հոգին արդեն։ Հիմա այդ 3-ը ինչն են, հոգին, բանական, դա Աստծո հետ հարաբերությունն է, ցանկականը դա կառավարում է մեր ցանկությունները, մեր ուզել չուզել բաները, դրա մեջ ամեն ինչ է մտնում, եթե նույնիսկ մեկը տղամարդը կինա ցանկանում, կինը տղամարդ, այդ ցանկությունը դա էլ բնությամբ Աստծոց դրած է այդ բանը։ Կամ ցանկանում է խնձոր ուտել, ցանկանում է ես ինչ անել, չէ, կամ գնալ այս գործը անել, այդ ցանկությունները։ Մյուսը գալիս է ցասմական, հա, զգացական, էմոցիա, բարկություն եւ այլն եւ այլն։ Իսկ սա արդեն կապա մերձավորիդ հետ։ Դրա համար մենք այս 3-ը, այս հիմնակ հոգին մենք մեծի պահոց փորձում ենք նորոգել, այսինքն ցանկական մասը մենք կերակուրներով ենք կառավարում, այսինքն կառավարում ենք ուզել չուզելը, որպեսզի մեր ձեռքը վերցնենք այդ սանձը, ոչ թե երբ որ ուզեմ ինչ լինի, չէ, եւ նույնը այստեղ գալիս է սեռային բաների մասին, չէ, տղամարդը կինը, չէ, երբ որ նույնիսկ ամուսնացածները, որոնք այդ իրանց սեռային բանը, այո, ցանկությունը կա, բայց ինքը կարողանում է կառավարել։ Սա է պահոց շրջանը, հասկացա՞ր։ Եվ մյուսն էլ հարազատների հանդեպ, երբ որ մեզ բարկանում եմ, ատելություն կա, նեղացել եմ, չեմ ներում, ես ողորմությամբ այդ հարցն եմ լուծում, այսինքն սկսում եմ ողորմածնել, ներել, բարիք գործել եւ այլն, սրանով ես բժշկում եմ կամ նորոգում եմ կամ սրբում եմ այդ հիվանդությունից իմ հոգու ցասմական մասը, իսկ բանական մասը, որը Աստծո հետ կապն է, ես աղոթքով եմ սրբագրում։ Աղոթքը ինչի էլի, նստեմ կարդամ, այ Աստծո հետ խոսելն է։ Ոչ թե ես սկսում եմ աղոթող դառնալ եւ եկեղեցի գնալ միայն մեծի պահոց շրջանում։ Սա է ամբողջ բանը, երբ որ դու դա մեծի պահոցում կարողացար ճիշտ ուղի վրա դնել, դու ամբողջ կյանքը այդպես ես ապրում։ Դու ժուժկալ ես, դու կառավարում ես քո ցանկությունները, քո ուզած չուզածները, այդ ֆիլմերն այլ այդ TikTok-ները, այդ բաները, այդ ուզում է այդ աչքը գագա, դու կառավարում ես դու մեծի պահոցում։ Ու դու կարաս պահքից դուրս էլի նայես, բայց գերի չդառնաս դրան։ Լավ, մեկ-մեկ ուզում ես ցրվես, մի երկու հատ հումորային բան ես նայում, օրինակ։ Նայեցիր անցավ էլ դու կարաս ասես չէ, ոչ թե սպասի մի րոպե ինձ մի խանգարեք, մի րոպե լավ, ասես ես էլ նայեմ, վայ ես էլ նայեմ ու տենում ես մի ժամ անցավ։ Դրա համար այս մեծի պահոցը սա օգնում է ու դու դառնում ես քրիստոնյա։